ինչ կոմպրոմիսի գնա։ Օրինակ հետաքրքիր Սամվել Կարապետյանը իր կապիտալը չի դիզել Հայաստանի Հանրապետությունում։ 1, երկրորդ, կախվածություն չունի այս մարդկանցից։ Ըստ մարդիկ Սամվել Կարապետյանի վրա, այսպես ասենք, կոմպրոմատային ոչ մի դաշտ չունեն։ 2. Սամվել Կարապետյանը ստացել է պետական բարձրագույն պարգևը Ռուսաստանի Դաշնությունում, մեր առաքելական եկեղեցու կողմից եւս։ Այսինքն ինչ պիտի ճնշեն Սամվել Կարապետյանին, որ ինչի գործարքի գնա։ Ավելին ասեմ, Սամվել Կարապետյանը անկախ իր կամքից հիմա փաստացի ընդունենք թե չընդունենք մարդկանց ընկալումներում հավաքական առումով դարձել է այսպես ասենք, ոչ նախկինների հետ առանձնապես տես փոխկապակցված, ոչ ներկաների ընդդիմության խորհրդանիշ։ Ինքը որոշակի առումով քաղաքական դաշտ չմտնելով ինքը վարկանիշ է ստանում, աշճանաբար, բայց հաստատուն կերպով։ Եվ Սամվել Կարապետյանը սրանց գործարքի հետ ինչ գործարքի գնա։ Ասենք ինչ պիտի ասենք ազատություն առաջարկեն, դուք ուշադրություն դարձրեք Սամվել Կարապետյանի ուրեմն պաշտպանության նախաձեռնող խումբը ստեղծվել։ 3 մասով հայտարարություն է տարածվել։ Մյուս տեղից որևիցե ձեւ չերեմ, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ենթադրենք ինչ որ գործարքի գնալ։ Էն էլ ում հետ Փաշինյանը ով, Սամվել Կարապետյանը ով։ Այդ ոնց որ վիրավոր եք, այդ երկու ազգանուն իրար կողք որ արտասանում եք, ոնց որ Սամվել Կարապետյանին վիրավոր ենք։ Փաշինյանը ով է։ Մի հարբեցող խեղ կատակ, գործակալ, նախկինում ընկերների վրա գործ տվող, քծնող, նենք, վախկոտ, էլ ինչ որակումներ տամ, պոռոտախոս, բերանը աղբանոց դարձրոց, ինքը պոռնկության մեջ թաղված, ինքը եւ իր զուգընկերը։ Եվ հիմա ասենք մեկ էլ մյուս կողմից փորձում ենք բան։ Եվ Սամվել Կարապետյանը տիգնա գործարք։ Ես կարծում Սամվել Կարապետյանը կարող է Փաշինյանի վերջին օրերի կարապի երգը դառնա։ Իդեպ ասեմ ձեզ, որտեվ ես մարդկանց հետ հանդիպում եմ, ուշադրի նայում ենք, սոցիալական ցանցերը որոշակի մասնագիտական առումով մոնիտորինգ անում ենք։ Այսօր Սամվել Կարապետյանը 2 ամսով խափանման միջոցը փոխած գտնում անազատության մեջ այդ մարդու վարկանիշը անկախ իր կամքից բարձրանում է։ Ավելին ասեմ, ինքը ես չեմ բացառում, որ իսկապես դառնա ընդդիմության խորհրդանիշը միավորող։ Եթե դանել գումարենք, որ նաև եկեղեցու կեցվածքը ինչպիսին է, հա։ Փաշինյանը, ասենք, մանր-մունր խորամանկությունների մեծ վարպետ է։ Բայց ես նորից եմ ասում, այս պատառը իր կոկորտով չի գնում, ավասիկ այդ Խաչատուր Սուքասյանի հետ կապվածը, սա լավագույն ապացույցն է։ Նիկոլը ճողոպրելու է, կարող եմ ենթադրել, ոչ այդքան ժողովրդի արդարացի ընդվզումից, հա, կեցվածքից, ոչ էլ այլ երկրների կողմից որոշակի ճնշումներից։ Ինքը ճողոպրելու է իր շրջապատի ճնշումից։ Հիմա այս մարդը, այս հարբեցող ծաղրացուն, այլ արարքներ, որտեղ Հայաստանում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, որը Ռուսաստանի հետ այս կամ այն ձևով կապերի մեջ է, այդ մարդկանց եւ իրենց գործունեությունը, իրենց բիզնեսը հարվածի տակ է դնում։ Ահավասիկ հիմա դրա լավագույն ապացույցը կոնկրետ Խաչատուր Սուքասյանի հետ կապված։ Այսինքն էսի մտածում է, որ պետությունները այն էլ գերհզոր պետություններ, որտեղ աշխարհում իրականում կարգ է փոխվում։ Հիմա մի շատ կարևոր իրադարձություն ա եղել, այս մեր ներքաղաքական անցուդարձը որոշակի առումով ստվերեց Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորում ա եղել։ Ես այդ ֆորումի մասին մի երկու բան կասեմ, շատ կարևոր է, որովհետև իրականում աշխարհի կառավարման կարգ է փոխվում։ Եվ այդ կառավարման կարգը փոխող երկու պետություններից մեկը Ռուսաստանն է, մյուսը Չինաստանն է։ Եվ պատկերացեք Ռուսաստանի քաշային կարգը աշխարհում եւ մեկ էլ այս հարբեցող ծաղրածուի մուտիտներն ու կրուտիտները։ Հասկանում եք, էսի մրջունի նման բան է, այդ մեծ քաղաքական անցուդարձի մեջ ուղղակի իր վրայով անցնում են, չեն զգում, որ անցել են։ Եվ հիմա այն ինչ որ ինքը անում է, եթե ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնուամենայնիվ պաշտպանելու տարբեր ձևեր կան, էլի ամեն ինչ չի որ հայտարարություն անում են, հայտարարություններ արել են Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ի զորակցություն Սամվել Կարապետյանի, արել են նաև այլ երկրների մտավորականներ, մարդիկ, ովքեր այդ մարդու հետ շփվել են եւ այլն եւ այլն։ Բայց պետական համակարգին է այս մարդը ձեռնոցն է տել։ Որտեւ
ցանկացած մեծահարուստ մարդ այս կամ այն ձևով համարվում է այդ պետության արժեքը, որտեղ իր հարստությունը պետության տնտեսական քաղաքականության ատրիբուտ է, այսինքն Սամվել Կարապետյանը արժեք է նաև Ռուսաստանի համար իր ունեցվածքով։